բայց քանի որ այս պահին դատան ամիսանվա վարույթի իրականացնող մարմին, քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս նաև կառավարույթը կարճելու մասին որոշում կայացնել դատավարության այլ փուլերում։ Ձեր կողմից մատնանշված փուլը դա պարտադիր է այդ հարցի քննարկման համար, բայց չի բացառում, չի արգելում կողմերի ներկայացնել միջնորդություն նաև դատավարության այլ փուլերում, առավելևս որ մենք ունենք նոր իրավիճակած հանգամանք, որը իրայթայել նախորդ դատական դասույթի ժամանակ։ Պարոն Ղազարյան, դատարանը դες բարձրաբանում է, եթե նույնիսկ դուք հիմա միջնորդությունը ներկայացնեք, դատարանը դա չի քննարկելու։ Պետք է ապացույցները հետազոտվեն, ապացույցների հետազոտումից հետո քննարկվի, քանի որ նախնական դատալսումները համարվում է ավարտված։ Պատվաժան դատարան, ես հավակնում եմ դատարանի որոշումը եւ խնդրում եմ թույլ տալիացնել իմ դատավարական իրավունքները եւ ներկայացնել։ Խնդրեմ։ Պարոն Ավետյան, միջնորդությունը ունկնդրելուց հետո անպայման ձեզ խոսք տանք։ Միջնորդություն քրեական վարույթը կարճելու մասին։ 2025 թվականի ապրիլի 10-ին Երևան քաղաքի Աղաջանյանի հանրահավաքության քրեական դատարանի կենտրոն նստավայրում դատավոր Անդրեասյանի նախագահությամբ տեղի ունեցել դատական նիստ ԵԴ1-0740-0125 քրեական վարույթով ըստ մեղադրանքի Էդգար Ֆերդինանդ Ղազարյանի քրեական օրենսգիրքի 457 հոդվածի 2-րդ մասով նախատեսված քրեական վարույթի շրջանակներում։ Դատական նիստի ընթացքում պաշտպան Ռուբեն Մելիքյանը պաշտպանական կողմի ամենից միջնորդություն է ներկայացրել դատարանին, Սահմանադրական դատարանի դատավորներին, մասնավորապես մեղադրական եզրակացության մեջ հիշատակվող Սահմանադրական դատարանի դատավորներ Վահե Գրիգորյանին, Դավիթ Խաչատուրյանին, Արման Դիլանյանին, Սեդա Սաֆարյանին եւ Հովակիմ Հովակիմյանին սույն քրեական վարույթի շրջանակներում որպես տուժող ներգրավելու մասին։ Դատարանը որոշել է միջնորդությունը մերժել, պատճառաբանելով, որ մասնավոր անձը տվյալ դեպքում ՍՏ կոնկրետ դատավորները չեն կարող այս գործով ուժով ճանաչվել։ Այսպիսով, դատարանի որոշման մեջ դիրքորոշում է հայտնել վերոհիշյալ անձանց ոչ թե իր պաշտոն է հանդես գալու, որպես Սահմանադրական դատարանի դատավորներ, իսկ որոշները, օրինակ Արման Դիլանյանը եւ Վահե Գրիգորյանը, մեղադրական եզրակացության մեջ առանց որևէ իրավական հիմքի հիշատակվում են նաեւ համապատասխանաբար իբր Սահմանադրական դատարանի նախագահ եւ Սահմանադրական դատարանի փոխնախագահ, այլ իբրև մասնավոր անձ։ Հատկանշական է, որ քրեական օրենսգիրքի հոդված 490-ը սահմանում է դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, հաստաբանի ներկայացուցիչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը։ Ավելին, հիշյալ հոդվածն ընդգծում է նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին առնչությունները կապված նշված անձանց օրինական, ծառայողական կամ մասնագիտական գործունեության կամ բացառապես դատավոր, դատախազ, քննիչ, քննչական մարմնի ղեկավար, հետաքննության մարմնի, փաստաբանի ներկայացուցիչ, փորձագետի կամ հարկադիր կատարողի կամ նշված անձանց մերձավոր ազգական կամ մերձավոր կամ նշված անձանց դատավարության, դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող լինելու հանգամանքի հետ։ Հիշյալ հոդվածի երկրորդ մասը, որով նախաձեռնվել է քրեական վարույթը, ընդգծում է նշված անձանց օրինական, ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ կապված հանգամանքներ։ Այսինքն, տվյալ դեպքում մեղադրանքը վերաբերել է ոչ թե մասնավոր անձին, ինչ կարգավիճակի, որ այլևս արձանագրված են դատարանի արդեն իսկ արտահայտված դիրքորոշմամբ, այլ իր պաշտոնին։ Մասնավոր անձանց իրավահարաբերությունները կարգավորվում են ոչ թե քրեական, այլ քաղաքացիական օրենսդրությամբ, հետևաբար դուրս են սույն վարույթի շրջանակներից։ Քրեական դատավարության օրենսգիրքի 7-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի համաձայն դատարանը հանդես է գալիս որպես քրեական վարույթ իրականացնող մարմին։ Հետևաբար իրավասու է կայացնել վարույթին առնչվող ցանկացած որոշում։ Քրեական դատավարության օրենսգիրքի 270-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանում է դատարանի իրավասությունը վարույթ կարճելու մասին որոշում կայացնելու իմաստով։ Քրեական դատավարության օրենսգիրքի 311-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը սահմանում է նախնական դատալսումների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու հարցի քննության պարտադիր գործընթաց դիտարկելու հանգամանքը, չբացառելով դատարանի կողմից խնդրին անդրադարձ դատավարության ցանկացած փուլում նոր իր հայտ եկած հանգամանքների պայմաններում։ Քրեական դատավարության օրենսգիրքի 315-րդ հոդվածը սահմանում է դատարանի կողմից քրեական հետապնդումը դադարեցնելու եւ վարույթը կարճելու հարցի քննարկման իրավահարաբերությունները։
Քրեական դատավարության օրենսգրքի 456-րդ հոդվածը սահմանում է հիմնական դատալությունների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելը եւ քրեական վարույթը կարճելու իրավահարաբերությունները հիմնական դատալությունների ընթացքում, որ մենք արդեն գտնվում ենք, որով սահմանված 3 դեպքերում պարտադիր է տուժողի առկայությունը։ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի համաձայն քրեական հետապնդումը բացառող հանգամանք դիտվում է նաև այն, որ վարույթը նախաձեռնել է սույն օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա։ Նույն հոդվածի առաջին մասի 14-րդ կետի համաձայն քրեական հետապնդումը բացառող հանգամանք է սահմանված նաև անձին մեղսախլվող արարքի ապա քրեականացված լինելու հանգամանքը, իսկ քննադատական խոսք հնչեցնելը ապա քրեականացված է։ Հաշվի առնելով վերագրյալը, այդ թվում նախնական դատալությունների ընթացքում հնչեցված հիմնավորումները, ինչպես նաև դատարանի 2025 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, խնդրում ենք սույն քրեական վարույթը կարճել հանցակազմի բացակայության եւ վարույթի նախաձեռնությունը քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկատվության հիման վրա նախաձեռնելու հիմքով։ Շնորհակալություն։ Հարգելի պաշտպաններ, ձեր դիրքորոշումը ներկայացրեք։ Դուք եք միանում, պարոն Մելիքյան։